Իմ կյանքը միշտ կենտրոնում։ Հենրիխ Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կայացավ։ Գրքի թարգմանությունը կատարել է Նյումեգ հրատարակչությունը։ Ներկայացնում ենք միջոցառման լավագույն դրվագները։ Բանախոսների թվում են եղել Մխիթարյանի նախկին խաղընկեր Դավիթ Մանոյանը, նաև նրա նախկին մարզիչ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախկինում գլխավորած Վարդան Մինասյանը։ Սիրելի ընթերցողներ, սիրելի ընկերներ, այսօր թեկուզ հեռվից, բայց ամբողջ սրտով ձեզ հետ եմ Նյումեգի և Թովմասյանի հիմնադրամի կազմակերպած ձմեռային փառատոնում։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք իմ գրքի շնորհանդեսին։ Ձեր ներկայությամբ ու ձեր ընտրությամբ այսօրը դարձել եք առավել առանձնահատուկ։ Այս գիրքը իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, գիրքը բոլոր նրանց մասին է, ովքեր երազում են, ովքեր պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում։ Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումներ, հաղթանակների ու ցավոտ պահերի մասին է։ Իմ կյանքում եղել են պահեր, երբ ամեն ինչ շատ ծանր է թվացել, բայց մի բան երբեք չի փոխվել։ Իմ հավատը աշխատանքի, համառության ու սերը հայրենիքի նկատմամբ։ Հիշել թե ով ես, որտեղից ես գալիս և ինչի համար ես պայքարում։ Շնորհակալ եմ ձեզ գիրքը ձեռք բերելու, կարդալու, այս ճանապարհին իմաստնիկը դառնալու համար։ Ձեր վստահությունը ինձ համար մեծ արժեք է։ Շնորհակալություն ձեր սիրո, ձեր աջակցության և ձեր հավատի համար։ Ջերմորեն, ձեր Հենո։ Եվ այդ երազանքի ճանապարհի հետաքրքիր է լսնել ձեր պատմություն, ձեր ընկերության պատմություն, ինչ ճանապարհ եք միասին անցել, ինչեր էր նա պատմում այն ժամանակ։ Վստահ եմ, որ դուք եք նրա հետ կիսել ֆուտբոլային այդ մեծագույն երազանքները։ Հետաքրքիր է իմանալ ինչից դարձավ երազանքը իրականություն, ինչպես դա տեղի ունեցավ ու ձեր դերակատարությունը որպես ընկեր նրա կյանքում։ Մենք ունեցել ենք ամենահասարակ այն պարզ մանկությունը, որից հիմա մի փոքր մեր նոր սերունդը կտրված է, այսինքն ժամերով Բաքվում ֆուտբոլ խաղալ, մենք հարևանությամբ էինք ապրում, բացի ֆուտբոլից հեծանիվ էինք քշում, չգիտեմ, զանգացած բաներ, բայց հիմնականում մեր առօրյան կապված էր ֆուտբոլի հետ, չգիտեմ կհիշեք Պանինի ժուրնալը, երբ որ բոլորս հավաքում ենք այդ քարտերը, 98 թվին է, 2009 անդադ մենք փոխանակում ենք քարտերը ու Հենրիկի մոտ չգիտես ինչի շուտ էր դա հավաքում ու մնացած բաները, որ իրավունք կրկնում են, ինձ էր տալիս, ես էի կպցնում ու Հենրիկի առօրյան ինն էր, բայց ես չգիտեմ, Հենրիկի նման ֆուտբոլ սիրող, ֆուտբոլով հետաքրքրվող մարդ, ես ժամանակ չեմ հանդիպել, լինելով այդ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի ակումբի մակարդ տեղում, նա ժամանակ է ունենում առաջին լիգայի վերջին տեղի թիմի ֆուտբոլիստին իմանալ։ Մի քիչ լավ զարմացավ, բայց նորից գամ նրան, որ ինքը այնքան ինտելեկտուալ բարձր ու կարգապահ, որ ինքը ցանկացած առաջադրանք ինքը ուղղակի հասկացավ, որ դա անորմալ թիմի համար զուտակտիկա կմնա։ Երկրորդ պահը կուզենամ նշեմ նորից կապված այդ հաղթանակների հետ, դա եթե չեմ սխալվում տնային խաղն էր Մակեդոնիայի 4-1 գալի։ Հանրապետության հրապարակը ինչ է կատարում մարդկանց լիք ու լիքո այդ ժամանակ երբ որ տենց էպիզոդներ էինք մենք նայում, այդ հաղթանակը բոլորին միացրել էր անկախ սերից, տարիքից, քաղաքական միած նախասիրություններից, մեկ էլ դա է։ Շնորհակալություն։